պապիկն ու իմ հայրիկը միշտ ինձ համար միշտ բերում էին ինձ ձվիկ, որովհետև ես շատ էի սիրում։ Իմ ընտանիքը շատ էր սիրում ինձ։ Ու քանի որ մեր ընտանիքում եղել եմ առաջին երեխան, նրանք կատարել են իմ բոլոր խնդրանքները։ Ծնողներս անվանել են Լուսի և միասին ֆրանսիական ֆիլմ են դիտել Լուսի անունով։ Երբ ես ծնվեցի, մեր ընտանիքում մեծ իրադարձություն տեղի ունեցավ։ Մայրիկս հիշում է, որ ես շատ հանգիստ և խելոք էի սկսվում։ Ինձ ականեցին Նարեկ, հայրիկս էր այդպես որոշել, որովհետև իմ և նրա անունների տառերը համապատասխան։ Բայց աննշատը սիրել եմ մեր կրթահամալիրի Վարդեսը։ Քանի որ հենց առաջին օրվանից ինձ դիմավորեցին սիրով, ջերմությամբ մեր առաջին օրը դարձին տոն և բազում հետաքրքիր միջոցառումներ։ Սկզբում սովորել եմ մուլտֆիլմներից երգել, հետո հետաքրքրվեցի երգելով և այդ օրվանից ես սիրեցի երգել։ Փոքր ժամանակ ես ուրիշ երեխաներից տարբերվում էի, ինչով։ Իմ վախերը ավելի քիչ էր բարձրությունից, իսկ երբ արդեն 4 տարեկան էի, արդեն մեծ աստիճաններ էի բարձրանում, որ գիրլանդաներ, այդպես ձևավորումներ անեմ, ու դրա պատճառով էլ այդպես տարբերվում էի։ Իմ անունը գրել են Ռուբեն իմ պապիկի ցանկությամբ, որովհետև իմ պապիկը ուզում էր, որ իմ անունը Ռուբեն լիներ, տղայի անունը Ռուբեն։ Երբ ես եղել եմ մայրիկից փորի մեջ, ծնողներս երկար ժամանակ չէին կողմնորոշվել, թե ինչ անուն դնել ինձ։ Մի օր, երբ սկսել եմ շատ արագ շարժվել, հայրիկս ասել է, տես ինչպես է շանթահարում։ Հենց այդ ժամանակ էլ մայրիկս առաջարկում է, որ իմ անունը լինի Շան։ Ես ուներ երգող մինիոն, երբ դրան միացնում էին նա երգում էր։ Ես դնում էի նրան վահարանը և ծաղինում, որ երգը կա, իսկ մինիոնը չկա։ Շատ եմ սիրել, ես սիրում երբ ինձ վերում են խաղալիք, ոչ թե գրենական պիտույք կամ գիրք։ Իմ անունը որոշել էր իմ մայրիկը։ Նա շատ էր սիրում այդ անունը և իմ անունը դրեց կրել։ Ժամանակ ես շատ հանգիստ երեխա եմ եղել և չեմ սիրել աղիվոտ տեղեր։ Ինձ շատ է դուր գալիս երկար մազեր ունենալը և ասում են, որ ես ունեմ դերասանական տաղանդ։ Իմ անունը Մոնիկա է, իմ անունը նշանակում է միայնակ հաղթահար է։ Ինձ համար դա ամենալավ անունն է։ Իմ անունը դրել է մայրիկս։ Եվա անունն առաջացել է եբրայերեն հավանումից, որը նշանակում է կյանք կամ կյանք տվող։ Եվա անունը նաև նշանակում է չարաճճի, ակտիվ և չարաճճի։ Եվա անունի տոնը նշվում է ապրիլի 12-ին։ Մայրիկս ասում, որ պապիկիս ամենասիրած անուններից էր Արտոմը։ Երբ պապիկս մահացավ, մայրիկս որոշել էր, որ եթե ամուսնանա ու տղա ունենա, անունը կդնի Արտոմ, հայրիկս էլ համաձայնել։ Ես ծնվեցի, մայրիկս շատ ուրախ էր ու առաջինը ինչ նկատեց, դա իմ մեծ աչքերն էին և հաստ շուրթերս։ Փոքր ժամանակ ես շատ եմ սիրել փոքր խաղալիքներով խաղալ, ձկներով և գնդիկներով ծաղիկներ պատրաստել։ Իմ անունը դրել է հայրիկս, ես կրում եմ պապիկի անունը։ Երբ ես դեռ չէի ծնվել, հայրիկս երազել է, որ տղա ունենա, իր հայրիկի անունը տնի Սարգիս։ Քրիստինա է, իմ անունը ինձ դրել է իմ մայրիկը։ Ինչ է նշանակում Քրիստինա անունը։ Անունը Քրիստինա ծագում է հունարեն
Քրիստոսին պատկանող։ Քրիստոսի պատկանող։ Ինչ է հիշում մայրիկը։ Մայրիկը հիշում է, որ ես շատ անհանգիստ էի քնում գիշերները եւ ինչքան էլ ինձ պին փաթաթում էի, ես մեկը հանում էի ձեռքս դուրս։ Մայրիկս նաեւ հիշում է, որ ես շատ էի սիրում քնել մեքենայի մեջ, քանի որ ես ծնվել եմ Ձմռանը եւ ծնվել եմ Ռուսաստանում Սիբիրում, ես սիրում էի քնել դրսում, ես սիրում էի վարել հայկական դհոլային երաժշտության տակ։ Ինձ անվանեցին Լոմինոս, ինչու որոշեցին այդպիսի անուն։ Մայրիկս եւ հայրիկս շատ էին սիրում նայել ֆիլմ «Ֆորսը»։ Այդ ֆիլմում կար հերոս, որի անունը Դոմինիկ է։ Ծնողներին դուր եկավ ոչ միայն այդ հերոսի անունը, այլ նաեւ իր վերաբերմունքը ընտանիքի հանդեպ։ Նա շատ սիրում էր իր ընտանիքը եւ հավատարիմ էր։ Անունս նշանակում է Իմ անունը թարգմանաբար նշանակում է Աստծու նվեր։ Էլան աշխարհի ամենանրբագեղ գեղեցիկ անուններից մեկն է։ Գիտնականները բացահայտել են, որ ամեն մի երկիր Էլա անունը յուրօրինակ բացատրում։ Օրինակ, Գերմանիայում բացատրում են որպես ամեն ինչ կամ ամենը։ Թե ես ամեն ինչ կարող անի Էլա անունով աղջիկը։ Հրեաները համեմատում են պիստակերի ծառի հետ, ասում են, որտեղ է ծառը ուժեղ է։ Թող այդպես։ Ամեն երկրում մարդիկ իրով են բացատրում, օրինակ Հնդկաստանում մարդիկ հավատում էին, որ Էլա նշանակում է լույս կամ փայլ։ Այն կապում էին արևի ջերմ շողերի հետ։ Նորածին ժամանակ շատ փոքրիկ եմ եղել։ Սիրում էի դրսում քնել։ Քանի որ տանը վատ էի քնում, հայրիկս 2-3 ժամ ձմռանը շատ ցուրտ եղանակին սայլակով զբոսնում էր, որ ես քնեմ։ Իմ անունը որոշել եմ դրել Դավիթ իմ պապիկիս պատվին։ Դավիթ նշանակում է սիրելի սիրված։ Իմ անունը որոշել է հայրիկս իմ պապիկի անունով։ Ես արտաքինով նման եմ պապիկիս։ Իմ անունը հայրիկն ու մայրիկը որոշել են դնել Միքայել, իմ անունը հրեշտակի և նկարչի անուն է։ Ինձ կարճ դիմում են Միք, ես սիրում եմ իմ անունը։